Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները։ Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետևանքով նրանք զրկվել են կանոնակարգով ամրագրված հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։ Ազգային ժողովի կանոնակարգի հոդվածի 25-րդ կետը քննիչ հանձնաժողովի զեկույցը հստակ սահմանում է. Առաջին կետ. քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները։ Կետ երկրորդ. եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն 1/4-ը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ, ներկայացնելով հատուկ կարծիքը։ Սակայն ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել, իսկ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։ Ժամկետի խախտում. հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին, լիազորությունները երկարաձգվել էին երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին և 23 թվականի մայիսի 3-ին, սակայն հենց այդ օրը 2023 թվականի մայիսի 3-ին լրացել էր հանձնաժողովի վերջնական ժամկետը։ Ազգային ժողովի կանոնակարգ հոդվածի 26-րդ կետը ժամանակավոր հանձնաժողովների գործունեության դադարեցումը սահմանում է. կետ առաջին. քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են կետ երկրորդ. ազգային ժողովի նիստում նրանց զեկույցի քննարկումն ավարտվելու պահից և հանձնաժողովի լիազորությունների ժամկետներն ավարտվելու դեպքում, եթե մինչև այդ զեկույցը չի ներկայացվել ազգային ժողովի քննարկմանը։ Այս դրույթների համաձայն հանձնաժողովի գործունեությունը դադարել է դեռևս 2023 թվականի մայիսի 3-ին և դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։ Այսպիսով փաստ է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովը ոչ միայն չի կատարել իր հիմնական առաքելությունը սահմանված ժամկետներում, այլև խախտել է ազգային ժողովի կանոնակարգի հստակ դրույթները։ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հավշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի, ինչը խորհրդարանական վերահսկողության մեխանիզմին տալիս է կեղծ բնույթ։ Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ազգային ժողովում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի, քանի որ խախտել է ազգային ժողովի կանոնակարգը, սակայն փորձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարևորագույն զենքը հանձնաժողովի զեկույցն է։ Ալեն Սիմոնյանն արգելում է հրապարակել։ Բայց այստեղ էլ Քոչարյանը ազնիվ չէ, քանի որ զեկույցը քննարկվելու է դռնփակ նիստում, որովհետև պարունակում է գաղտնիքներ և հանրությունն այդպես էլ անտեղյակ կմնա բոլոր դեպքերում։